զինվորի դիակը կտել էին հրազենային վնասվածքով, քրեական գործ 522 հոդվածի երկրորդ մաս, երկրորդ կետերով զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, 1 հոգի է ձերբակալվել, մանրամասներ ուրիշ չի հաղորդվում, ով է այդ 1 հոգին, զինվորը, ինչ է, ժամկետային զինծառայող է, պայմանագրային է, սպայական կազմից է, սերժանտական կազմից է եւ այլն, իհարկե բացարձակ խայտառակ պատմություն է, որ այսքան տառապանքների, չարչարանքներից հետո, այսքան խոսելուց, այսքան այս խնդիրները տնել վերցնելուց հետո բանակում ներսում դրությունը այնպիսին է, որ զինծառայողին կարելի է հասցնել ինքնասպանության, ուշադրություն դարձրեք եւ եթե մեղադրանքը ճիշտ է, էլի, հա, եթե հիմնավոր է եւ անզգուշությամբ հասցնել ինքնասպանության, այդ ինչ է նշանակում, էլի։ Անզգուշությամբ հասցնել ինքնասպանության տարբեր վարկածներ, բաներ կարող ենք մենք պատկերացնել, բարդ է ասելը, հա, բայց որ բանակում այս հարցը դեռ չի կարգավորվել, շեշտում եմ, եթե մեղադրանքը ճշմարիտ է, որտեղ նախկինում շատ է եղել, էլի, սպանությունը կրել են ինքնասպանություն։ Սպանությունը դիտմամբ, որպեսզի չմեղադրեն, ահագին մարդու ջրեն հանեն այդ քրեական գործից, շատ են եղել այդպիսի պատմություններ նախկինում, էլի։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։